Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Դանիելյան, մի շատ այսպիսի պարզ, բայց նաև բարդ հարց, հեշտ է համակարգել Հայաստանում արվեստի մշակույթի ոլորտը։ Եվ հեշտ է և բարդ է, հեշտ է, եթե ճանաչես, եթե մարդկանց ճանաչես, եթե ոլորտը ճանաչես, եթե իմանաս խնդիրները, եթե լուծումներ առաջարկես, ամենակարևորը դա է։ Այդ ժամանակ կարող է հեշտ թվալ, բայց ցանկացած այսպիսի առաքելություն հեշտ չի, որովհետև սա միայնակ աշխատանք չի, սա թիմային աշխատանք է եւ լինելով կառավարության մեջ գործընկերների հետ աշխատելու եւ տարբեր գերատեսչությունների հետ աշխատելու ուրեմն առաքելություն է, որը որ բազմաշերտ, բազմաբնույթ, շատ հետաքրքիր, պետք է սիրես։ Տեսեք, պետք է սիրես, բայց նաև դուք ասացիք, որ կան խնդիրներ, պետք է ծանոթ լինել խնդիրներին եւ առաջարկել լուծումներ։ Այսօր մեր խնդիրները որոնք են, որոնք այս առումով լուծումների կարիք ունեն։ Բազմաթիվ են խնդիրները, քանի որ պիտի ցավով արձանագրեմ, որ տասնամյակներ շարունակ մշակույթը թողնված է եղել մի կողմ։ Մեր անկախությունից ի վեր մշակույթով մասնագիտացված ձևով զբաղվող չի եղել։ Եվ վերջին տարիներին, հատկապես հեղափոխությունից հետո, մշակույթը եւ կրթությունը, ինչպես գիտեք, մեր կառավարության առանցքային ծրագրերից է եւ այստեղ աշխատանքները մեծ են։ Մենք տեսնում ենք, թե ինչքան բաց թողումներ կան։ Գիտեք, այս գնացքի նման է, եթե բաց թողեցիր ինչ որ մի ժամանակաշրջան, իսկ այստեղ մենք խոսում ենք 30-ից ավելի տարիների մասին, դա վերականգնելը, հասնելը շատ դժվար է եւ մենք հիմա կամաց քայլ առ քայլ, ուրեմն մեր ռազմավարությամբ, մեր գործով ուզում ենք հասցնենք այդ գնացքին եւ այդ ռիթմը վերցնենք, այն ինչ որ պիտի ունենայինք։ Տեսեք, դուք ասացիք տասնամյակներ շարունակ, մոտ 30 տարի մշակույթը անտեսված է եղել։ Արդյոք այդ անտեսված լինելու հետևանքով է, որ շատ հաճախ մենք եւ անորակ երաժշտություն ենք լսել եւ անորակ ներկայացումներ ենք դիտել, անորակ ֆիլմեր։ Ոչ միայն դրա շնորհիվ կամ դրա պատճառով, բայց կան բազմաթիվ ուրեմն երևույթներ կան, որոնցից բխող այսպիսի մենք ունենք անորակ երաժշտություն, անորակ սերիալներ ունենք եւ այլ։ Այս տասնամյակների ընթացքում, գիտեք, ես պատկերացնում եմ, որ մեր ղեկավարներին անցյալ պետք չի եղել, որպեսզի ժողովուրդը կրթված լինի, հասարակությունը մշակութային լինի եւ դրա վրա ջանք չեն գործադրել։ Ես եթե մեկ նախադասությամբ պետք է նշեմ, թե ինչպիսի մշակութային քաղաքականություն է իրականացվել հեղափոխությունից առաջ, ես կարող եմ ասել, դա եղել է առաջին տիկինների գործիքը կամ ավելի շուտ առաջին տիկինների խաղալիքը մշակույթը։ Ինձ բազմաթիվ արվեստագետներ, երբ որ գալիս են ինձ մոտ, պատմում են, թե ինչպես են նրանք գնացել, դիմել, ինչ որ մեկին սիրել են, մեկին չեն սիրել, մեկին մեքենա են նվիրել, մեկին, չգիտեմ, հյուրախաղերի ֆինանսավորում են տրամադրել, մյուսին բնակարան են տրամադրել եւ այսպիսով, այսինքն հավասարակշռություն ինչ որ պահելով, մշակույթ են ճակերտավոր կառավարել, բայց դա չի մշակույթը կառավարելը։ Այսօր տեսեք, մի օրինակ բերեմ, մենք թվայնացնում ենք եւ մենք ամբողջ ուժով գնում ենք նա, որպեսզի ունենանք վերլուծություն, թվեր ունենանք, թե քանի հանդիսատես ունենք, քանի ուրեմն ինչպիսի ֆինանսավորումներ ունենք, վիճակագրություն։ Առանց վիճակագրության չենք կարող կառավարել մի ոլորտ, որը որ բազմաշերտ է, բազմազան է եւ շատ այնց ահագին ուրեմն տարբեր գործառույթներ կան։ Գնում ենք դրան առաջին հերթին, միջև հիմա չի եղել։ Տասնամյակներ շարունակ այդ վիճակագրությունը չենք ունեցել կամ ունեցել ենք ուղղակի հնարած թվեր։ Այսինքն դուք ասում եք առաջին տիկինների, այսպես ասած, խաղալիքն ու գործիքն է եղել մշակույթը եւ մենք շատ հաճախ տեսել ենք նաեւ թե ինչպես են շատ երգիչներ, որոնք ընդհանրապես արվեստի հետ առնչություն չունեն, բայց դարձել են վաստակավոր արտիստներ։ Դե դրա հետևանքն են։ Ինձ թվում է այդտեղ մեկնաբանությունները ավելորդ են, այդպիսի հետևանքներ ենք ունեցել եւ չգիտես ինչու այն մարդկանց, որ ես ինքս մշակույթի ոլորտում եմ ամբողջ կյանքում եղել, ոչ էլ ճանաչում էի կամ ճանաչում էի ուղղակի դեմքով, ինչ որ վաստակավոր արտիստի կոչում ստացան, ժողովրդական արտիստի, բարեբախտաբար այդ կոչումները այլևս չկան եւ դա չէ արվեստագետի ուրեմն անելիքը, որպեսի կոչումներ ստանա, արվեստագետի անելիքը արվեստ ստեղծելն է, մշակույթ ստեղծելն է եւ իր ամենակարևոր շնորհակալությունը դա հանդիսատեսի շնորհակալությունն է։ Իսկ արվեստագետներից դժգոհություն չեղավ, երբ այդ կոչումները, այսպես ասած, հանվեցին։
Գիտեք, զարմանալիորեն շատ քիչ։ Մի պահ եղավ, այո, մեր արվեստագետների կողմից ուզում էին հասկանալ ինչու համար եւ սկսեցինք մենք այդ բացատրական աշխատանքը քննարկեցինք միմյանց հետ, հասկացանք, որ նրանք էլ հասկացան, որ դա պետք չէ ուղղակի այդ ոլորտին, կան շատ ավելի հետաքրքիր պարգևներ, որոնք որ վաստակավոր, ժողովրդական, համաժողովրդական այդպիսի կոչումներից դուրս են։ Մենք ինչ ենք ուզում։ Մենք ասում ենք կարգավորենք ոլորտը, օրենսդրական կարգավորումներ տանք, այլ հոգեբանական նաև կարգավորումներ տալ, որպեսզի դուք կարողանաք աշխատել եւ ձեր աշխատանքից ստացվածից կարողանալ պատշաճ ապրել եւ այլ ավելի ներդնել ուրեմն ձեր ստեղծագործության մեջ։ Հիմնականը դա է, իսկ շնորհակալություն նորից կրկնեմ, դա հանդիսատեսի շնորհակալությունն է եւ բնականաբար պետությունը հիշում է ամեն անգամ այդպիսի ներդրված արվեստագետների մասին եւ առիթները բաց չի թողնում, որպեսզի շնորհավորի եւ խրախուսի։ Պարոն Դանիելյան, մենք խոսեցինք անորակ երաժշտությունից, բայց մենք այս տարվա ընթացքում լուրջ ձեռքբերում ունեցանք որակյալ երաժշտության ասպարեզում։ Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի մոնոօպերաներն ընդգրկվել էին Գրեմմի մրցանակաբաշխության լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն անվանակարգի երկար ցանկում, սա կարծես թե աննախադեպ երևույթ էր, եւ դա իրականացվել է նաեւ նախարարության աջակցությամբ։ Կխնդրեմ այս ծրագրին անդրադառնաք, ինչպես որոշեցիք աջակցել եւ ինչպես եք վերաբերում այս նախագծին, այս ձեռքբերմանը։ Սիրով, Շուշանը Սարգսյան եկավ իր նախագծով եւ արդեն իսկ որոշել էր, որ իր ստեղծագործությունը պետք է այնպեսին լինի, որ գնա մասնակցի Գրեմմի մրցանակաբաշխությանը։ Դա մրցութային դրամաշնորհային ծրագիր է, ծրագիրը դիմում ենք, հանձնաժողովը նայում է եւ նա հաղթեց այդ ֆինանսավորումը։ Առաջին փուլով պետք է ստեղծեր 2 մոնոօպերա, ինչը տեղի ունեցավ եւ ի ուրախություն մեզ բոլորիս այդ ստեղծագործությունը երկուսն էլ մտան Գրեմմիի երկար ուրեմն ցուցակի մեջ։ Դա աննախադեպ բան է, այո, եւ կարծում եմ մեր քաղաքականության մի մասնիկն է կազմում դա։ Այսինքն մենք որպես Հայաստանի ներկայացուցիչներ կատարողական արվեստի ստեղծագործական եւ մշակույթի ընդհանրապես մենք պետք է արտասահմանյան կարևոր հարթակներում ներկայություն ապահովենք։ Ներկայություն ապահովենք մեր ստեղծագործություններով։ Գրեմին բնականաբար աշխարհարչակ, աշխարհի ամենաառաջին ուրեմն հարթակն է, որտեղ պետք է լինել, եւ դա էլ էր մոռացվել մեր բարեկամների կողմից տասնամյակներ շարունակ։ Եվ այլ ասպարեզներում նույնպես Կանի փառատոնը, Բերլինի կինոյի փառատոնը, Օսկարին մենք ունեցանք նույնպես առաջին ուրեմն փոքրիկ հաղթանակ անցած տարի ամերիկացի ֆիլմով եւ շարունակում ենք մենք պիտի ունենանք թե Օսկար, թե Գրեմմի, թե Կանի մրցանակ, թե Բերլինի, թե Վենետիկի, բոլորը պիտի ունենանք, կարող ենք։ Այսինքն այստեղ նաև խոսվում է այն մասին, որ հայկական մշակույթը արտերկրում ներկայացնելու մենք խնդիր ենք լուծում այս ամենով։ Բնականաբար, սա միայն մշակույթի մասին չէ, սա երկիրը ներկայացնելու ուրեմն կարևոր կետ է։ Մենք երկիրը ներկայացնում ենք տարատեսակ ձևերով, առաջնագծում մշակույթն է։ Ցանկացած խոսակցություն սկսվում է մշակույթով, ցանկացած խոսակցություն, հարաբերություն համեմվում է մշակույթով եւ արվեստով։ Դիվանագետները միշտ մեզ ասում են, որ մշակույթի միջոցով ենք սկսում առաջի երկխոսությունները եւ բնականաբար ծաղկեցնում այդ մեր հարաբերությունները, որ ստեղծում ենք մեր գործընկերների հետ արտասահմանյան։ Բայց իրականում մենք ունենք շատ լավ օպերային ներկայացումներ եւ ոչ միայն օպերային, շատ լավ բալետային ներկայացումներ, կան լավ համերգներ, որոնք իրականում արտերկրում ներկայացնելու, այսպես ասած, լուրջ խնդիր ունեն եւ պետք է ներկայացնել այդ ամեն ինչը եւ այս դեպքում գուցե պետք է նաեւ Հայաստան-Սփյուռք կապը ավելի ամրապնդել, որովհետեւ այլ տարբերակներ չգիտեմ, եթե կան գուցե դուք ներկայացնեք, որովհետեւ այդ արվեստագետներին պետք է ճանաչեն դրսում։ Միանգամայն պետք է, մենք հիմա արդեն օպերայի պահով, օրինակ կարող եմ ասել, անցած տարի մի քանի ամիս առաջ էր Միլանի Լա Սկալա օպերայի հետ հուշագիր կնքվեց համագործակցության կադրերի, ուրեմն փոխանակման եւ վերապատրաստման հուշագիր։ Նմանատիպ հուշագրեր Սունդուկյանի թատրոնն է արել, այլ թատրոններ, այլ կառույցներ արել են եւ շարունակում են անել։ Ինչն է սա, ինչով է սա կարեւոր։ Սա կարեւոր է, որ մեր արտասահմանյան գործընկերները մեզ ճանաչեն, մեզ անձամբ ճանաչեն, մեզ հետ սկսեն աշխատելը։ Հայաստանից մեր մշակույթը ուրեմն դուրս հանելը շատ կարեւոր է մեր մշակույթի համար, մեր կատարողների համար նույնպես, քանի որ մեր կատարողները ուրեմն համեմատվում են արտասահմանյան հարթակներում այլ կատարողների հետ, այսինքն մենք այստեղ մրցակցության նաև խնդիր ենք մեզ առջև դնում, որովհետև մրցակցությունը միայն ներհայաստանյան չպետք է լինի, այլ պետք է լինի համաշխարհային։
Համաշխարհային ասպարեզում մենք տեսնում ենք լավագույն նորարարությունները, մենք տեսնում ենք լավագույն արտիստներին եւ պետք է մրցունակ լինենք իրենց կողքին։ Բայց շատ հաճախ մենք համացանցում կարդում ենք գրառումներ կամ, չգիտեմ, տեսնում ենք հարցազրույցներ, որտեղ լինում են արվեստագետներ կամ այսպես ասած թատրոնի մարդիկ, որոնք դժգոհում են, որ պետությունը թատրոն է փակում կամ թատրոնին քիչ գումար է տալիս, բայց դրան զուգահեռ մենք մեկ այլ իրականության հետ ենք առնչվում, երբ ստեղծվում են նոր թատրոններ, թատրոն տանիքում, Բաբելոն, որոնք իրենց ոճով էլ, իրենց ձեռագրով տարբերվում են եւ փաստորեն ունեն պահանջարկ այդ թատրոններ, այսինքն ինչ է նշանակում մի կողմից քիչ փող թատրոնին, մյուս կողմից ստեղծվում են նոր թատրոններ։ Մի քանի ուրեմն առանցքներ կան ձեր հարցի մեջ, եկեք հերթով գնանք։ Առաջին հերթին ես հպարտությամբ պիտի ասեմ, որ մեր կառավարությունը այն միակ կառավարությունն է վերջի տասնամյակների, որոնք նոր թատրոն է բացվելու։ Շաբաթներ անց մենք Սոս Սարգսյանի անվան ուրեմն թատրոնը կբացենք։ Երկու թատրոն հիմնանորոգվելու են, արդեն իսկ հասել ենք նախագծերի փուլին եւ շինարար ընտրելու փուլին ենք հասել եւ երրորդ թատրոնը, որը որ Երևանում է, նա էլի աշխատանքների հիմնանորոգման փուլում է։ Պատկերացնեք 4 թատրոն, 4 նոր թատրոն պիտի լույս տեսնեն։ Դրա հետ միասին պիտի ասեմ, որ միայն պետության գործը պետական թատրոնները խրախուսելը եւ ֆինանսավորելը չի։ Մենք շատ մեծ ֆինանսավորումներ ենք ներդնում թե գույքի, թե լուսատեխնիկային կական ուրեմն սարքավորումներ գնելու, թե շինարարություններ անելու, այս պահին երկու թատրոն, օրինակ ես այնտեղից եմ գալիս, նստարաններ ենք փոխում։ Երկու ուրիշ թատրոններ իրենց լուսատեխնիկական ուրեմն սարքավորումներ արդեն իսկ տեղադրում են։ Դրանք միլիարդների ներդրումներ են, որը որ պետությունը անում է։ Եվ երրորդ հատվածը ձեր հարցի, որ պետությունը փաստորեն կարգավորում է ամբողջ դաշտը։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ մասնավորը այնպիսի ստեղծագործական հող գտնի, որտեղ հնարավոր լինի թատրոն ստեղծել, այդ թատրոնը ֆինանսապես, տնտեսապես կայանա, գոյություն ունենա։ Մենք դրամաշնորհների միջոցով, տարբեր ծրագրերի միջոցով պատրաստ ենք աջակցել այդ նորաստեղծ թատրոններին եւ այս տարի դրամաշնորհներ մենք արդեն ամփոփել ենք մի քանի այդպիսի դեբյուտային ծրագրերի մենք ֆինանսավորում ենք։ Մի քիչ մենք կօգնենք, մի քիչ թատրոնը այնպիսի ուրեմն բիզնես պլան այնպիսին գծի, որ սեփական եկամուտներ կարող են ունենալ եւ կկայանան։ Բայց չեք կարծում, որ թատրոնը ինչ որ առումով պետք է բիզնեսի վերածել, որովհետև եթե նստեն, այսինքն թատրոնի մարդիկ եւ սպասեն պետությունը ինչքան փող պիտի տա, այդ մի քիչ աբսուրդ է։ Մենք ստեղծվում են նոր թատրոններ եւ իրենք օրինակով, չէ՞, հենց այդ նույն թատրոնների օրինակով, որ ոնց անել, որ թատրոնը, այսպես ասած, լինի եկամտաբեր ինչ որ առումով։ Այո, դուք արդեն եկանք այն կետին, որ մենք գնում ենք մշակույթի տնտեսականացման ճանապարհով։ Ինչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ պետությունը ներդրումներ է անում, բայց թատրոնը, այսինքն մշակութային կառույց է, այսպես ասենք, պետք է իր կողմից այնպիսի տնտեսական մոդել ունենա, որ գա հասնի մի ինչ որ պահի ինքնաբավ լինելու, ֆինանսապես ինքնաբավ լինելու եւ դա մենք արդեն 2 տարի ի վեր փորձարկում ենք ֆինանսավորման նոր մոդել ենք ներդրել, այսինքն պետությունը կրկնապատկում են եկամուտները, որ երաշտական կամ թատերական կառույցները գեներացնում են, այդպիսով տնօրենների ուրեմն խրախուսում կա աշխատավարձների եւ ընդհանրապես աշխատավարձների տնտեսականացումը շատ կարեւոր երևույթ է մշակույթի եւ պետք է չմնա միայն պետության ուսերին ամբողջ ֆինանսավորումը մասնավորնել կարող է մասնակցել, բայց առանցքային է, որպեսզի տվյալ կառույցը, մշակութային կառույցը կարողանա հասնել ինքնաբավության։ Իսկ երկրորդ կետը ձեր հարցի մեջ դա նախաձեռնողականությունն է։ Մենք այսօր ունենք հրաշալի երիտասարդություն, որոնք նախաձեռնող են։ Մեր նախորդ սերունդը ցավոք սրտի դրան սովոր չի, այսինքն նրանք սպասել են, որ պետությունը ինչ-որ մի բան կտա կամ չի տա, կստեղծագործեն կամ չեն ստեղծագործի։ Այսօրվա մեր երիտասարդները ապրում են մեր այսօրվա շնչով, ժամանակներով, այսինքն նրանք նախաձեռնում են։ Ես հիացմունքով եմ նայում այն երիտասարդներին, որոնք գալիս են մեզ մոտ միջև նախարարություն, ասում են, գիտեք, sense բան եք մտածել, եկեք դուք էլ ֆինանսավորեք։ Մենք ֆինանսավորման մի մասը գտնենք, այստեղից մի մասը sense, հետո այսպես կանենք, վերջին հաշվով կստացվի մի հիանալի ծրագիր։ Բնականաբար մենք խրախուսում ենք այդպիսի ծրագրերը։ Տեսեք, որովհետև այստեղ կա մի բան, որ այդ նույն երիտասարդները համարձակություն ունեն եւ չեն վախենում թատրոնում նորամուծություն անել։ Նույն Բաբելոնը, նույն թատրոն տանիքում
նոր ոճի ներկայացումներ, այնտեղ ինչ որ առումով գինու հյուրասիրություն է լինի, որը շատ մեծ փոփոխություն է ամեն դեպքում ավանդական թատրոնի համար եւ այդ դեպքում արդեն գուցե ավելի շատ երիտասարդներ եւ ոչ միայն երիտասարդներ նախընտրում են գնալ այդ թատրոններ եւ այդ թատրոնները կներեք բարիս համար փորձում են մինուսով չաշխատել, այսինքն նորամուծություն են ձեռք բերում եւ չեն էլ ասում պետություն մեզ փող տվեք։ Նախ եթե թույլ տաք գանք խորքային հարցին, թատրոնը միայն թատրոն կամ երաժշտասրահը միայն երաժշտասրահ չպետք է լինի։ Դա պետք է լինի կյանքի, մշակութային կյանքի վայր։ Այսինքն դու այդտեղ թատրոն մտնելիս մենք հիմա այդ արդեն փորձարկումները սկսել ենք անել։ Պետք է գրադարան լինի, պետք է չգիտեմ մի գավաթ գինի խմելու, սուրճ խմելու հնարավորություն լինի, ժամանցային հնարավորություն լինի եւ թատրոնում կարող են լինել, չգիտեմ, ստենդափեր, թատրոնում կարող են լինել երաժշտական ինչ-որ բաներ, մի խոսքով մշակութային վայր, որտեղ մարդը լիակատար երեկոն անցկացնելու համար եւ հաճույք ստանալու եւ մշակութային սնունդ ստանալու ուրեմն վայր է ստացվում։ Ամենակարևորը դա եւ հիմա մենք գնում ենք այդ քաղաքականությամբ, ասինքն բոլոր թատրոնները ունենան այդպիսի լրացուցիչ ծառայություններ մեր հանդիսատեսի համար։ Ճիշտն ասած, շատ լավ ուրեմն բան եմ նկատում, որ մասնավոր թատրոնները կարող են ոգեշնչել պետական թատրոններին եւ մրցակցության մեջ լինեն, ինչը որ շատ լավ բան է, եւ հակառակը, որտեղ մենք թատրոններ ունենք, պետական թատրոններ, դե կարծատիպեր կան, չէ, պետական թատրոն, ինչ որ sense քարացած մարմարային մի կառույց է, բայց այդպես չէ։ Եվ մենք անգամ Սունդուկյան թատրոնում, որը որ ամենաակադեմիական թատրոնն է համարվում, նոր սրահներ ենք բացել, որտեղ որ ճկուն ձևով տարբեր ֆորմատների ներկայացումներ, տարբեր ֆորմատների միջոցառումներ, թե երաժշտական, թե թատերական, թե այլ տեսակի միջոցառումներ են տեղի ունենում։ Մենք նաև այդ առումով ինչ որտեղ համարձակության խնդիր ունենք, որովհետև դուք ինքներդ էլ ապրել եք արտերկրում եւ գիտեք, որ օրինակ Լուվրում կա, չգիտեմ, սրճարան, որտեղ մարդիկ կարող են եւ սուրճ խմել եւ ճաշել, բայց մեզ մոտ երբ որևէ թանգարանում հանկարծ այդպիսի մի բան նախաձեռնվի, դա դառնալու է բուրըն քննադատության թեմա։ Դե գիտեք, թող դառնա, խնդիր չենք տեսնում այստեղ եւ ինձ թվում է արդեն էլ քիչ մարդ կլինի, որ խոսի կքննադատի այդ երևույթը։ Հիմա բոլորը պահանջում են, ես հիմա տեսնում եմ թատրոններում, քանի որ գիտեք ամեն երեկո մի ներկայացման եմ, մի միջոցառման եմ, տեսնում եմ այն միջոցառումներից հետո, որ ֆուրշետ չկա, այն միջոցառումներից հետո, որ հնարավոր չի մի բաժակ թեյ խմել, մարդիկ արդեն բողոքում են։ Իրենք են սպասում։ Եկել է հասարակությունը նրան, որ մենք արդեն չենք էլ կարող ուրիշ այլ կերպ անել, քան այն ձևերով, որ ամբողջ աշխարհում ընդունված է անել։ Եվ այսպիսի մի հարց էլ, պարոն Դանիելյան, մենք վերջին տարիներին կարծես թե եւս մեկ այլ խնդիր ենք լուծել մշակույթը Երևանից մարզեր հասցնելու, որովհետեւ մի этап կար, որ այդ ամբողջ միջոցառումները միայն Երևանում էին լինում, բայց վերջին տարիներին տարբեր փառատոներ, մշակութային միջոցառումներ են կազմակերպվում անգամ հեռավոր մարզերում, Սյունիքում, որը շատ գովելի է։ Այդ խնդիրն էլ հեշտ է լուծել, թե առհասարակ դրա համար էլ են ջանքեր պահանջվում եւ ինչպես մշակույթը Երևանից հասավ Գորիս, Կապան կամ Նոյեմբերյան։ Մեծ ներդրումներ են հարկավոր դրա համար։ Մեր մարզերը անտեսված են եղել եւ ավելին կասեմ, Երևանի վարչական տարածքներն են անտեսված եղել, այսինքն մշակույթը հիմնականում եղել է Երևանի փոքր կենտրոնում։ Տեսեք, բոլոր կառույցները համախմբված են այստեղ եւ ոչ մեկ չի մտածել, որ Երևանի այլ վարչական Շենքավիթում, Ավանում, Նորքում ինչ որ մշակութային կյանք ձևավորել եւ ակտիվացնել։ Իսկ մեր մարզերը էլ չասեն։ Հիմա տեսեք, մեր ամբողջ քաղաքականությունը գնում է այո, մշակույթի ապակենտրոնացման ուբի եւ օրբի, ինչպես ասում են ուրեմն լատիներենով, այսինքն դեպի ներս եւ դեպի դուրս մի քիչ խոսեցինք արդեն արտասահմանյան երկրների ուրեմն կարևոր հարթակներում մասնակցության համար եւ դեպի ներս շատ կարեւոր է, որ մենք կրթություն ենք տանում, տեսեք ինչքան հարյուրավոր դպրոցներ են կառուցվում մեր հանրապետությունում եւ դրա հետ զուգահեռ մշակույթ նախ պետք է ենթակառույցներ ունենանք, որպեսզի կարողանանք մշակույթը տանել, վերանորոգումների միջոցով առաջ են գնում։ Հետո հասկանում ենք, որ հանդիսատեսը սովոր չի դրան։ Մենք գնում ենք, տանում ենք պարբերաբար եւ վերջին հետաքրքիր մի բան է, շատ անակնկալ, բայց շատ հաճելի լոռիում էր Ստեփանավանում, երբ որ մենք ասացինք պիտի օպերա տանենք։ Երևանի օպերայի եւ բալետի թատրոնը պիտի տանենք այնտեղ եւ հիանալի ներկայացում եղավ բացօթյա։ Եվ հասկացանք, որ այդ մեր մարզերի բնակիչները շատ լավ կարող են գնահատել, շատ լավ կարող են ուրեմն հասկանալ եւ գալ մասնակցել։
Կապանում ունենք միջազգային փառատոն երաժշտական հիանալի հանդիսատեսով։ Գորիսի թատրոնը շատ լավ գործում է։ Եվ գիտեք, կարծրատիպ կա, որ Երևանից հեռու մարզերի ավելի դժվար է, բայց մոտիկ մարզերն էլ, օրինակ տեսեք, չգիտեմ, Աբովյանում շատ դժվար է ունենալ մշակութային կյանք, որովհետև իրենք մտածել են, որ կարելի է գալ Երևան։ Այդտեղ ենք մենք մեծ ջանքեր գործադրում, թե դրամաշնորհային ծրագրերի, թե ենթակառուցվածքները, ուրեմն վերանորոգելով եւ թե մեր երևանյան կառույցները տանելով մարզեր։ Եվ հիմնականում մեր արժեվ դրել ենք այն խնդիրը, որ մարզային բոլոր ուրեմն բնակավայրերում, բոլոր գյուղերում եւ քաղաքներում պետք է նույն որակի ներկայացումներ լինեն, ինչ որ Երևանի կենտրոնում եւ ընդհանրապես արտասահմանում։ Օրինակ այս տարի սիմֆոնիկը 14 բնակավայրում համերգներ տվեց, ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերան արդեն ասեցի, թատրոնները բազմաթիվ ներկայացումներ ունելու, 26-ին նույնպես նախատեսված են տասնյակ այդպիսի ծրագրեր մեր մարզերի եւ բնակավայրերի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։